Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Այսօր հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ հրապարակեց Միքայել Սրբազանի դատավճիռը։ Նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Գործով դատախազը, հիշեցնենք, միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 24-ին դատարանը հրապարակել էր Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, իշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի համար։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ իր սահմանափակումներով։ Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և լինելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծաթիվ հետևորդներ, հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագծին ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործել է զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները նախ 2024 թվականի փետրվարի 23-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։ Դատարանի վճռից հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է ներկայացրել, նշելով, որ ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։ Գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության, արգելքի, սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր է։ Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները, վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար։ Մեջբերման ավարտ։